կա Ռուսաստանի Դաշնության ազդեցության մակարդակը այնքան բարձր աստեղ, որ ես մեկ-մեկ մտածում եմ, ասում, եթե ուզենաս, ասենք, ինչ որ մի խումբ մարդկանց հավաքես, որոնք Ռուսաստանի հետ կապ չունեն, ու ինչ որ այդ մարդկանց ներկայացնել, օրինակ ասել, այս Ժորժ ջան, այս մարդիկ են, իրանք ձեզ համար պատրաստ են ինչ որ գործնելու, կարող է չկարանաս, մի հատ կաբինետ մինիստրով չկարանաս ձևավորես, որոնք ինչ որ ձևի փոխկապակցված չլինեն, դա լրջագույն մեծ խնդիր է։ Բայց Նիկոլ Փաշինյանը այդ կարևոր հարցը թողել է, անգելա բան, կաթողիկոսի համար են։ Իհարկե պիտի չխառնվեն, դուք պիտի թույլ չտայիք, որ խառնվեն։ Դուք այդքան պիտի լինեիք, որ թույլ չտայիք, որ խառնվեն։ Նիկոլ Փաշինյանին մի հատ հարց տվեք, երբ որ Южно-Կովկասկի Ժելեզնի դարոգի վերաբերյալ այդ բան է, հեցի, տեցի, չգիտեմ ինչի, հա, էներգետիկայի հետ կապված քրեական գործեր, երբ որ հարուցվեցին, մոռացավ Նիկոլ Փաշինյանը, որ այն ժամանակ խառնվեց Լավրովը իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասեց ռուսական կապիտալ ունեցող բաների հետ կապված, вообще խելոք մնացեք, այդ քրեական գործները խելքներ գլուխներիդ հավաքեք, փակեք։ Բա կանգներ ասել մի խառնվի։ Բա ինչի ժամանակ չնեղվեցիր։ Հենց կոնկրետ ինչ որ անձանց է, ես չեմ պաշտպանում այս մարդկանց։ Ես պրոռուսական ուժերի հետ հաշտ չեմ։ Ես չեմ պատկերացնում Հայաստանի Հանրապետության ապագան Ռուսաստանի Դաշնության հետ։ Ես չեմ պատկերացնում Հայաստանում ղեկավար, որը իր հարստությունը ստեղծել է կամ չգիտեմ ինչ արև, ոնց են ճիշտ բառ ասում, ստեղծել է, ստացել է Ռուսաստանում, որովհետև Ռուսաստանի Դաշնությունը բացառում է որպես այդպեսին մեծահարուստ մարդը լինի անկախ Ռուսաստանում։ Դա հնարավոր բան չի։ Ինքը անպայման լինելու է մեծագույն ազդեցության տակ, բայց մյուս կողմից էլ Ժորժ ջան, ինչ կապ ունի ինչ են ասում Ռուսաստանում, եթե դու քո ներսում քո օրենքներն ես խախտում։ Քո գործող օրենքները դու ինքդ խախտում ես։ Դու մեծ ինչ պրետենզիաներ ունես։ Կամ կանգնեք ասեք ձեզ չի վերաբերվում, բայց ոչ թե կանգնեք ասեք ձեզ չի վերաբերվում, հետո էլ վազելով գնացեք պարադին մասնակցեք կամ այստեղ Մատվի ընկլ դիմավորեք կամ Լավրովին արած, ինչա Սիմոնյանը, չէ, Արադ Միրզոյանը գնա Լավրովին դիմավորի, հետո բանը բրիֆինգ տալուց ասի, որ մենք չենք պատրաստվում մեր փոխել մեր հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ոչ մի վեկտորը չենք փոխել։ Հիմա ով ումից է դժգոհում, ես ուզում եմ հասկանամ։ Եթե դուք շարունակում եք վեկտորներ չփոխել, եթե դուք շարունակում եք բան անել, հա, այդ ամեն այդ հարաբերությունները պահպանել, հիմա դուք ումից եք դժգոհում, ձեզանից լավ 5-րդ շարասյուն,